այդ դատական որ դուք անգամ խաբար չեք եղել, ներկա չեք գտնվել, ծանուցում չեք ստացել, բերման չեք ենթարկվել, ծանուցումը երբ է եկել։ Ծանուցումը եկել է մինչև արտակի խոսալը, արտակի խոսալուց հետո ծանուցում չի եկել։ Իսկ եթե չի եկել, անգամ ոստիկանություն եմ զանգում, ասում դուք տեղյակ եք, դա է լինում, ես եմ մեղադրյալն եմ։ Բայց ինչի չեք եկել իմ ձեռից բռնեք, ասեք արի գնանք, բերման են ենթարկում, դու դատական միստիկ չես ներկայանում, ասում ենք խաբար չենք։ Նորմալ բան մեզ երբեք չեն ասել։ Այսինքն դուրս է գալիս, որ կաշառված դատավորները, դատախազները առանց ինձ դատ են անում։ Իսկ Լիանա Մանուկյանը ներողություն, Լիանա Մանուկյանը ինչա ցույա, այդ եմ ուզում ասել, ով այս դլոն։ Մարգավա Չարյաստան կուսակցության երիտ թևին նախագահ։ Ահա։ Այո, իր ասիրտը լցվել է, որ Նովելիկին ու Ծառուկյանին կապել է եւ քննարկում է տրանսպորտի թանկացումը։ Ես մեկ էլ մի բան եմ հիշում ձեզ ասել, որ մինչ այդ Լիանա Մանուկյանի համար ինձ զանգում է Արսեն Ստեփանյան անունով տղա, իդեպ ես կուղարկեմ իրան նկարեցես, ինձ ասում է ես ամուսնացած չեմ, Լիանայի մասին վատ բաներ ես խոսում, ուզում եմ հասկանամ դա հստակ է, ու բոլորը ինձ զապիս է անում, տալիս Լիանային, տալիս է դատարան։ Ու այդ նույն տղան ընդդիմությունն է խաղում, ու այդ նույն տղան սրանան զապիս անելով հիմա կոնկրետ ինձ տալիս է։ Հիմա Լիանա Մանուկյանը ես հիմա ձեր հետ խոսում եմ իմ թերախոսի վրա ինֆոն գալիս է այլ աղբյուրներից Լիանա Մանուկյանը եղել է նվերիկի դլոն հիմա այդ Արսենը որ դրան ուզում է այն բանում կարա տենց է հարեմներում երբ որ դնում դոմփում էին սուլթանները հետո դոմփվածներին ամուսնացնում էին այնտեղ տարբեր երևույթների հետ հիմա ես դիմում Պարզվել է, որ ինքը ոչ թե նրան ուզելուց է եղել, ամուսնացած է, կին ունի, երեխա ունի, պարզապես զանգել էր, ինձ խոսացրել, զապիս այլ տվել Լիանային, նա դամատի փաթաթան արել իմ փառաբանված բորնիկ ասելու հետ միասին տվել դատարան, ու առանց իմ ներկայացում դատ է շահում։ Բա ուր է, դուր է բա մնացածը։ Արտակ Գալստյանը իա տան մեջ իա բոզի տղությամբ նստած է շատ գիտեմ ուրա Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ մի Լիանա Մանուկյան, ոչ մի չգիտեմ այնտեղ Սևշուն Բալակթուլա, իմ հետ այդ հարցում ոչ մեկ չի կապնվել եւ չէր կարող կապնվել, ինչպես միշտ, ինքես Արտակ Բոզիտղեն գործել է իմ թիկունքում։ Ուրեմն լավ, ես ձեզ հասկացա, այսինքն հիմա ձեր վրա դրված է տուգանք 2 միլիոն դրամ։ Ճիշտ է։ Այո, վերջին դա մտել է, Եղավ։ Եղավ, մնացածը ես հիմա խոսեմ Լիանա Մանուկյանի, լավ, всё։ Ինքը խոսացել է, բա ես այդ գումարը պետք է տամ մանկատանը։ Տոյ քնձռո, դու մարդես դառել մթամթե մանկատանա տալım։ Հասկացա, եղավ, լավ, շնորհակալություն։ Ահա։ Ուրեմն ես հիմա դիմում եմ Երիթևի ղեկավար ընկեր Գագիկ Ծառուկյան, դե շատ կուլտուրական։ Քո Լիանա Մանուկյանին։ Լիանա Մանուկյանը կամ վաղը գնում է հարկադիր եւ հրաժարվում է այդ 2 միլիոն դրամից փառաբանված բորնիկի բարի համար, թամինը փառաբանված բորնիկ։ Կամ դու ես վճարում այդ 2 միլիոն դրամը Լիանա Մանուկյանին։ Այս կինը իմ կուսակցական տենց իմ աշկելուսը չի ոչ մի բանը չի, բայց քանի որ խնդիրը հնչել է իմ եթերով եւ իմ եթերից են վերցրել ու վեկալում 2 միլիոն դրամ դնում են մարդու վզին փառաբանված բորնիկ բարի համար։ Ես հիմա ուզում եմ բանը պատկերացնեմ, ինչ կլինի Լիանա Մանուկյանի հետ իմ ամսի 25-ի եթերին։ Ուրեմն կամ Լիանա Մանուկյանը վաղն առավոտ շուտ մտնում է հարկադիր, գրում է դիմում, որ հրաժարվում է բոլոր տեսակի ֆինանսական պահանջներից, ինչեր ես արժ կարող ես անուշի նկատմամբ կամ գումարը վճարում եք դուք Գագիկ Ծառուկյան։ Եթե չէ, ուրեմն ամսի 25-ին կհանդիպենք այլ ֆորմատով։ Հիմա դուրս եկեք գնացեք ստեղից։ Մարդավարի, դավեց։ Գալիս է։ Մեկ անլայն մարդը տալը մեզ ժողովուրդը սկսում են գրգմ կրել։ Այսքանը չի, սրա վերաբերալ, նրա վերաբերալ, ասում եմ մինչև նվերիկի դլոն ալնելը Գագոյի դլոն էր, հիմանել գնաց ափսոս, էլ բան չանեմ, չշարունակեմ, թե ովում դլոնա, ժամանակը գնաց։ Так, անցնենք առաջ։ Անտանեկան պորնո Այն բանին էլ կանչեք, հիշա, Արիաննա Հովսեփյանեն, փումփուլիկ մազերով աղջկան, տանեկան չեք թողել։ Տանեկան չեք թողել։ Որջաստեղ էր, ընդեղ էր, որի մեջ էր, Ոստպազի, որտեղ եմ գրեմ իրոք։
Так, ստեղ ստացել ենք գրություն, որը վերաբերվում է Արտադրության նախարարությանը։ Հետարքիր նամակա, տեղեկանք։ Նախկին պատգամավոր Կարապետ Կարապետյանի մականունը յուվեցի կարով, որդու քերական ենթամշակույթ կրող խմբավորումների հետ սերտ կապերի մեջ գտնվող Վիլիկ ասում են Վիլիկո, Վիլիկոյի պատվերով օպերատիվ բաժնի տեղակալ Գևորգ Սպարտակի Հակոբյան կատարում է անօրինականություններ Արմավիր ՔԿ-ում, օգտագործելով իր պաշտոնը, կատարում է տարբեր պատվերներ քերակատարողական հիմնարկ մտցնելով հեռախոսներ եւ տարբեր տիպի հոգեմետ դեղեր։ Նրա անունը շոշափում է նաեւ ՔԿ-ում թմրանյութերի շրջանառության հետ։ Վիլիկոյի պատվերով ուրեմն նաեւ արտոնություններ է տալիս այն կալանավորներին, որոնք Վիլիկոյի համար են նստել։ Գևորգ Հակոբյանը Վիլիկոյի հետ մտերմությունը հաստատել է դեռևս այն ժամանակ, երբ Վիլիկոյի փեսան վերնիսաժի սպանության գործով նստած էր Նուբարաշեն ՔԿ-ում եւ այնտեղ էր աշխատում նաեւ Վիլիկոյի այժմյան վարորդ Աշոտը, մականունը Ձուկ։ Քշմեր Պրադո, մեքենան 444 ԿԿ 44։ Այժմ բոլոր գործողությունները Վիլիկոյի տասովկեքը Գևորգը կատարում են ձկան հետ։ Իր փողերն էլ ստանում են նրանից։ Վերաբերվում ընկերանդո։ Վերջերս Արմավիր ՔԿ-ի օպերատիվ բաժնի հետ պայմանավորվածության գալով Ղարաբաղի գեներալ Սամվել Բաբայանի Իժոյի փեսա Արմավիր ՔԿ-ի պատասխանատու Հերթապա Վահան Շիբուխչյանը թմրանյութեր եւ հեռախոսներ թվով 10-ից ավել տարել է, որ մտցնի ՔԿ, նրա հեռախոսը եղել է լսման տակ եւ ՆԳ նախարարության նարկոմանիայի բաժնի տղերքը ցանկացել են բռնել, սակայն Արմավիր օպերատիվ բաժնից մեծ հավանականությամբ Գևորգը Վահանին հայտնել է, որ իրեն հետևում են, սատկային դրել, որի հետևանքով ՔԿՀ գնալու ճանապարհին Վահանի մեքենան պարեկները փորձել են կանգնացնել են, որը չի կանգնել։ Հետո կապ են տվել ՆԳ քերական ոստիկաններին նախկին 6-ի տղեկին։ Վայ, որոնք Վահանին բռնել են, խուզարկել են եւ իբրև նարկոտիկ չեն գտել։ Միայն 13 հեռախոս են գտել, Վահանին ձերբակալել են եւ այժմ անհայտ պատճառներով նա տեղափոխվել է աշխատելու Գորիս ՔԿՀ։ Մարդուն բռնում են հեռախոս բերելուց, նա տեղափոխել են Գորիս։ Մեծ հավանականությամբ Իժոն է խաղեր տվել, որ փեսային փրկի։ Արմավիր ՔԿ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գևորգ Սպարտակի Հակոբյանի ապօրինի գործողությունների եւ ՀՀԱՆ-ՔԿՑ նախկին պետ Ամբակում Գրիգորյանի նրա կապերի մասին տեղյակ է պահվել ԱՆ նախարար Պորնիկին, Սրբուի Գայլանին։ Սակայն կարծես միայն Ա Գրիգորյանին են ազատել, իսկ Գ Հակոբյանը դեռ աշխատում է, Գևորգ Հակոբյանը անցնում է բազմաթիվ քերական գործերով, ինչպես հակակոռուպցիոն կոմիտեում, այնպես էլ ՀՀ քննչական կոմիտեում։ Սակայն ի շրջապատի եւ փողի շնորհիվ եւ հաշվի առնելով իր պաշտոնական դիրքը դեռևս մնում է չպատժված։ Էտա Վիլիկո Սենց դեպքեր բազմաթիվ են, երբ օպերատիվ համակարգի աշխատողները միանշանակ հասկանալի է, որ տեղեկանքը եկել է Աբազի հիմնարկից, ծխիրեկար վերընկի։ Երբ այդ օպերատիվ գործնեություն ծավալող աշխատակիցները տեսնում են, որ իրենց տեղեկանքները, մենք հեսա տեղեկանքներին կառադառնանք Սերժ Սարգսյանի մասով, իրենց տեղեկանքները, իրենց գործողությունները, զեկուցագրերը մնում են անպատասխան, մարդիկ ասում են, դե մնում անպատասխան, մնում